մայիսի երաբլուրում էր ինչ է կոչվում Սասուն Միքայելյան ինչ են որոնում Ուրեմն Սասուն հետաքրքիր է այդ որ ինչ էր կոչվում այդ ԵԿՄ-ն էլի հիմա այդ ինչի համար է Ուրեմն Սասուն Միքայելյան դու չես ամաչում այսօր Շուշիի ազատագրման օրն է Սասուն Միքայելյան այսօր Շուշիի ազատագրման օրն է դու որ Սասուն Միքայելյան կանգնեցիր եւ հայտարարեցիր մեր հեղափոխությունը, դագաղների հեղափոխությունը ավելի մեծ արժեք է, քան անգամ Արցախի պատերազմը։ Իմ բենզա լցակայան մի հատ ավել ունենալը ավելի կարևոր է, ասի Արցախը, գազա լցակայան ունենալը ավելի կարևոր է, բուտկա հացա, բուտկա ու ռեստորան ունենալը, այնտեղ բանը տերու տնորեն դառնալը տղուս հետ միասին ավելի կարևոր է, քան ասի Արցախը։ Բա հիմա տական գնացել ես Եռաբլուր ինչ ես անում։ Մարդա մեջ դուրս մի արի գոնե, մի գնա Գոնե այսօրով մի գնա Եռաբլուր։ Սասուն Միքայելյան Շուշիի ազատագրման օրը Դու գնում ես Եռաբլուր ինչ անես։ Եռաբլուր Ինչ ասես Վազգենին կամ մյուսներին։ Հա։ Շուշիի ազատագրման օրը Սասուն Միքայելյան քո Եռաբլուր գնալը քո որ դագաղների հեղափոխությունը ավելի մեծ արժեք է իր համարում, քան Արցախյան շարժումը, դա պղծել է նշանակում Արցախյան բոլոր պատերազմների զոհերի հիշատակը։ Դու գետինը պետք է մտնեիր, դու դի փախկվեիր, հերախոսները կանջատեիր, որ այսօրով գոնե ծպտունը չլսվեր, մի հատ էլ հպարտ թիկնապահների հետ գնացել ես, կանգնել ես Շուշիի ազատագրման օրը Եռաբլուրում։ Շուշին հանձնել ես քո կոտրած ձեռով, Շուշին հանձնել ես քո Նիկոլի հետ միասին, գնացել ես, որ ինչ անես, ուրախանաս, որ Շուշին այլևս չկա, հա, ձեր ուրախության վերջը գալու է Նիկոլ, ու գիտես քո հիստերիկայի ֆուլ պատճառներից հիմնականն էլ այո, նորություն կա երևի։ Ուրեմն ես հավատացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ իր ֆինալը իր դեդլայնը մոտեցած է, ինքը փորձելու է Մոսկվայում վաղը նորից երգել Բոժը ցարյա խրանի, հավատացնում եմ, որ չի անցնելու Նիկոլ, դու գնալու ես, քո գնալու ժամանակը շատ մոտ է եւ դու այն քիչ մարդկանցից մեկն ես, որ դա գիտես, դրա համար պարբերաբար ազգային ժողովում հայտնվում ես այդ վիճակում, ջեբիցդ հանում ես մի հատ դեղ ու խմում ես, չի օգնելու, ուզում ես վաղը երկի Բոժը ցարյա խրանի, ուզում ես երկի իզդալիկա դոլգը, ծիչոտրիկա վոլգը, միևնույնն է, չի օգնելու, դու գնալու ես Նիկոլ եւ շատ շուտով։ Իմիջիալոց լավ էլ տեղ են իրեն ուղարկել, հա, նախորդ ուրեմն հոգեբուժարան այցելելու մասին ուժի մեջ է ուղարկում են, հենց իրեն նախագահներին ասում եկեք Նախագահներին ասում եկեք բանավիճենք Տիկի Զորաբյան, ես խմյան ուղարկում ենք Ժանոց։ Իդեպ Արմեն Աշոտյանը շատ լավ պատասխանել է, ասել է տարբերություն երեք նախկին նախագահների, ես զզվող չեմ, Արմեն Աշոտյանը պատրաստ է, քո հետ ուղիղ եթերում բանավիճենք, Արմեն Աշոտյանից չվախենար Արմեն Աշոտյանի գլխին քսարկեր այսքան բան։ Արդեն երկրորդ տարին է լրանում մի քանի օրից Արմեն Աշոտյանի հանդեպ այս քաղաքական հետապնդումը շարունակվում է։ Դե գնա, Արմենը չի զզվում քեզանից։ Չէ, երեք նախագահները զզվում է։ Չէ, ասեց այդքանը չեմ զզվում։ Չէ, չի զզվում։ Ուղղակի ես մարդիկ գժանոց են ուղարկում։ Գնա, բանակցի, ասում է դու մենակ, Արմենը մենակ, դու կարաս քո սաղ Զորիկով, Մորիկով, Արարատ Միրզոյանով, սաղով տանես, մենակ Արմեն Աշոտյանը դու Գնա, վախենում ես, սլավո, չես կարա, չես գնա։ Չէ, ավելին, ուրեմն երեք նախագահներ անդադ ուղարկում են գժանոց։ Դե, բա ուր ուղարկեն, բա ուր ուղարկեն։ Երեկվա կադրերը տեսնելուց հետո ինձ զանգահարել է Եվրոպական միության գրասենյակում աշխատող իմ մի գործընկերը, կատալոնացի, շատ հայտնի անունը չեմ ուզում տալ։ Չորնենք ինքեր ոստոցիմ։ Ընդ որում, բայց զգուշացրել են ասում, որ մի փոքր հավելում են, ուղարկում են գժանոց հոգեբուժարան, բայց ասում են Մեղրիում հոգեբուժարան կա, ճիշտ կանի Մեղրու հոգեբուժարան այցելի։ Համ կհամոզվի, որ Մեղրին չեն տվել, համ գուցե 4-րդ պալատի Նապոլեոնը համաձայնի։ Այո, հա, իդեպ
որ բազմաթիվ հոգեբուժարաններում ես որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ հանդիպել եմ բազմաթիվ Նապոլեոնների, հանդիպել եմ բազմաթիվ Պյոտր Մեծերի, հանդիպել եմ բազմաթիվ Իվան Ահեղների, Տիգրան Մեծեր ինչ էր, ինքը Պապ թագավորներ, թե Աստված էր, հետո էլ Աստված չէ, էր, ինքը երկու կերպար էր, Քրիստոս եւ Պապ թագավոր։ Ես քեզ ասեմ, Ավանի հոգեբուժարանում կարծեմ ես լրագրող էի Նիկոլ քո հայկական ժամանակում այդ տարիներին մի հատ Քրիստոս կար, կողքի պալատում էլ մի հատ Պապ թագավոր կար։ ինքը ասում է, եկեք հետո գնում է նախագահների շորից, ես քաշում եմ, եկեք ասում եմ, գնա գժանը։ Հա, Արմեն Աշոտյանը քեզ հրավիրում է այդ իր տնային կալանքի վայր, քո ամբողջ սվիտայով։ Չվախենար Արմեն Աշոտյանը, ես արդեն երկրորդ տարին, այո, իր անազատության մեջ ինտելեկտից սարսափում է։ Այսինքն դու չգիտես այս երեք նախագահների ինտելեկտ, ասենք բանն է, ասենք պատկերացնում ես մտածել, որ իրանք պետք է գնան Նիկոլ քո հետ բանավիճեն, հա, որ դու էլ ասես երեք նախագաները Արցախ ազատագրած Հայաստան պահած նախագաները, որ լեվելը բարձրացնես։ Ամոթ է, իրանց լեվելը լուլունա։ Չէ, իրանց ամոթ է, այդ անները մի հնչեցրու, անհարմար է, ամոթ է, դու գնա։ Հասցեն տվել են, հանգիստ կարող ես գնալ, հույս ունեմ ծանոթել կունենան, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։